Օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում մեծ սիրով ուրախությամբ դրական էներգիայով լցված, ես ուզում եմ, որ ձեր օրն իսկապես անցնի բարի, իսկ դրա համար ինչու ոչ պետք է ապահովել տրամադրություն։ Տրամադրությունն էլ կախված է լավ երաժշտությունից։ Եկեք հիմա վայելենք լավ երաժշտություն, բարձրացնենք մեր տրամադրությունը, այսօր շատ հետաքրքիր արվեստով լցված եթեր է սպասվում, խոստանում եմ ձեզ, մնացեք մեզ հետ։ Խոսելու ենք մի շատ կարևոր մշակութային իրադարձության մասին, ապրիլի 22-ին Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի բեմում կայացավ «Սարից այն կողմ» ներկայացման պրեմիերան։ Այս պահին առաջարկում եմ դիտենք հատվածներ, որից հետո վերադառնանք ու ներկայացնենք մեր հարգարժան հյուրերին, որոնք արդեն տաղավարում սպասում են մեր զրույցին։ Եվ այսպես մեր հյուրերն են Նյու Յորքի Սփյուռքի ձայն հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն, նախկինում Հայաստանի ազգային Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի, նաև ռեժիսոր Կարինե Քոչարյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես նաև մեր հյուրերն են դերասաններ Սարից այն կողմ ներկայացման Արցախից Հրաշք Ռուզան Գասպարյանը, բարև ձեզ, եւ Վլադիմիր Միքայելյանը, բարի առավոտ։ Ուրախ եմ, որ օրդ բարի տաղավարում եք այսօր եւ մեր տաղավարում խոսելու ենք շատ կարեւոր ներկայացման մասին, որի առաջնախախն արդեն տեղի է ունեցել։ Կուզենայի նախ գանք ամենասկզբից, ինչը Նյու Յորքից վերադարձրեց ձեզ Հայաստան։ Շատ լավ հարց է, ես ձեզ ասեմ, որ ես այս խմբի հետ առաջին անգամ չէ, որ աշխատում եմ, առաջին անգամ ես Նյու Յորքից ուղղակի Արցախ գնացի, պատերազմից 5-6 ամիս հետո եւ խմբի հետ բեմադրեցի Նարինե Աբգարյանի Երկնքից 3 խնձոր ընկավ եւ այս ներկայացումը շրջեց ամբողջ աշխարհով, չեմ վախենում այդ բառից, որովհետեւ մենք գնացինք Հայաստանում 11 ներկայացում խաղալուց հետո գնացինք Ֆրանսիա, Բելգիա, Գերմանիա, Ավստրիա, որից հետո գնացինք Ռուսաստան, որից հետո ես խումբը տարա Միացյալ Նահանգներ եւ Միացյալ Նահանգներ տարա Նյու Յորք, Նյու Ջերսի, Ֆիլադելֆիա, Վաշինգտոն եւ հետո բնականաբար Լոս Անջելես եւ շատ մեծ չեմ վախենում այդ բառից, հաջողություններ ունեցան։ Ինչ հրաշալի։ Հա, ու հետո ես հատկապես հիմա, երբ որ տարօրինակ ձևով մեզ թվում էր, որ Արցախը մնալու է մեր հոգում, մեր մտքում, եւ մենք սերունդներին դաստիարակելու ենք, որ Արցախը մերն է եւ այլն, այսօրվա այս իրականության մեջ, որ Արցախը դառնում է կամաց տաբու եւ Արցախը ամեն ձևով ոնց որ մոռացության են ուզում տալ, իմ մեջ որպես արվեստագետ ահա որ մի ընդվզում է առաջացել եւ ես որոշեցի, որ ես պիտի մի բեմադրություն անեմ, երկար էի մտածում այդ 6 ամիսները, երբ որ ես պատերազմից 5 ամիս հետո եղել էի Արցախում, այն ժամանակ ես հանդիպել էի շատ արցախցիների, շատ մարդկանց, եւ երբ որ մտածում էի, թե ինչ կարելի է բեմադրել, այդ մարդիկ եկան իմ աչքիս առջև, իրենք մնացել էին իմ մեջ։ Եվ ես ինքս գրեցի մի պիես, որտեղ հենց այդ մարդիկ էին։ Այդ պիեսից կերպարների մեծ մասը ունեն իրենց նախատիպերը։ Այդ այն մարդիկ էին, որոնք երդվյալ էին Արցախում մնալու համար, այդ այն մարդիկ էին, որոնք չափազանց իրենց կյանքից ավելի սիրում էին Արցախը, եւ մեջ ընդգրկել եմ բոլոր սերունդներին 14 տարեկան երկու պատանյակներից, որոնց սերը կա, շատ մանկական սերը կա պիեսում, վերջացրած տարիքով գալով տարբեր սերունդներով, թե ամեն մեկը ոնց էր ապրում պատերազմից հետո Արցախում եւ ոնց էր մտածում, որ պապիկի խոսքերով ասած, մենք պիտի հետ բերենք Արցախը, այսինքն կորցրած Հադրութն ու Շուշին հետ բերենք, այն ժամանակ մենք այդքանն էինք մտածում։ Ժամանակը շրջանը հենց պատերազմից 5-6 ամիս հետո է։ Եվ որոշեցի, որ չհասնեմ մինչև շրջափակումը, հետո արտաքսումը, չհասնեմ, այլ ուղղակի Հայաստանի ժողովուրդը մեկ անգամ եւս ծանոթանա, թե ով էր արցախցին։ Շատ կարևոր թեմա, իրական հույսեր, ինչ նշանակություն ունի ձեզ համար այս ներկայացումը եւ այն դերակատարումը, որ կերտում եք որպես արցախցի։ Հույս է տալիս այս ներկայացումը մեզ, որ մենք պիտի գնանք մեր Արցախ։ Ես մեծ հույսեր եմ կապում։
Փորձերն ինչպես են անցել, ինչպես ծանոթացաք ձեր կերպարի հետ, ինչքանով էր մոտ ձեր կերպարը ձեր իրական էությանը։ Հենց ես եմ այդ կերպարը։ Պիտի Գարինեն լավ գտելա ինձ։ Հենց ես եմ, հա։ Թեկուզ շատ դժվարությունների միջով անցած, բայց լավատես։ Հենց ուզում էինք մի քիչ շունչ քաշել, էդ էլ մեր Արաքել պապին գնաց սահմանից դուրս իրեն։ Արաքել պապի այս պարագայում կերպար որպես եւ դուք մի քիչ կխոսեք ձեր առաջարկի մասին, ինչպես դերը առաջարկեցին, ինչ նշանակություն ունի ձեզ համար։ Դերը իհարկե ինձ համար անկալ էր, որովհետեւ ես երկար տարիներ չի աշխատում թատրոնում որպես դերասան, բայց Տիկին Կարինեի առաջարկը ես սիրով ընդունեցի եւ կերպարի հետ ծանոթանալուց հետո ես շատ մեծ հոգեբանական վիճակում էի եւ որոշեցի, որ անպայման այդ դերը ես պիտի խաղամ։ Եվ հրաշալի խաղաց ասեմ ձեզ։ Որովհետեւ Արաքել պապը մարմնավորում է ողջ արցախահայության կերպարը։ Ցավ, տարապանք, վիշտ, ինչու՞ չէ նաեւ վերադարձի հույս եւ հավատ։ Տեսեք, մեկ այլ բան է, երբ վերցնում ենք պիես, ծանոթանում այլ հասարակության, այլ տեսակի ապրող մարդկանց հետ ու փորձում կերտել։ Բոլորովին այլ բան է, որ խաղում եք այն ինչի միջով անձամբ ինքներդ եք անցել։ Ներկայացումից հետո բարդ չէր կամ փորձերի ընթացքում ձեր ապրումներն ինչպիսին էին։ Մենք ամեն անգամ վերհիշում ենք այդ օրերը, ամեն անգամ։ Հոգեբանորեն շատ դժվար էր, որովհետև այդ կյանքը մենք էլ ենք ապրում այս պահին եւ պատկերացրեք, քանի ամիսներ փորձում ենք եւ ամեն օր դու այդ նույն կերպարը ընթերցում ես, ուզում ես մի նոր բան մտցնել, ուզում ես այնպես անել, որ ճիշտ լինի, որ ռեժիսորը գոհ մնա եւ շատ խստապահաճ ռեժիսորն է։ Եվ հանդիսատեսը հասկանա ինքն էլ արդեն գիտեք, որ բոլորն էլ մտածում այդ մասին, բայց ավելի շատ շահագրգռված լինեն, ավելի շատ մտածեն եւ ճանաչեն Արցախցուն։ Ճանաչեն Արցախի ժողովուրդը։ Կարող եմ մի բան ավելացնել։ Ամենամեծ գնահատականը, որ մենք ամսի 22-ից հետո ստացանք, շատ հետաքրքիր, շատ լավ բաներ, հոդվածներ գրվեց։ Նույնիսկ ասեցին, որ սա բան է, պատմամշակութային ներդրում է այս ներկայացումը, որը մի քիչ ինձ տված, որ մի քիչ շատ է, բայց արտավորեցնա։ Բայց ամենամեծ գնահատականը այն էր, որ հանդիսատեսը ասում էր, սրանք դերասաններ էին, սրանք կարծես թե դերասաններ չէին, սրանք այնքան բնական էին, այնքան իրենց վիճակի մեջ էին, որ չէինք պատկերացնում, մեր առջև ուղղակի արցախցիներ, որ խոսում էր իր մասին։ Մենք մեկ անգամ եւս ճանաչեցինք Արցախցուն։ Ես այդ նպատակն էի հետապնդում, որ մեր Հայաստանում մարդիկ երբեմն որ ցավոք հանկարծ բացասական բաներ են ասում, գան այդ ներկայացումը նայեն ու ասեն, չէ, մենք սխալ էինք։ Այս արցախցին իսկապես շատ բաների միջով է անցել։ Իսկապես եւ մենք կարծում եմ հասանք դրան, հասանք։ Ռեժիսորական ինչ հետաքրքիր լուծումներ եք գտել եւ ովքեր են աշխատել, հա, թիմային նկարչական ձևավորում, երաժշտական ձևավորում։ Նկարչական ձևավորումը ուզում եմ անպայման նշել Մերի Սարգսյանն, որը եւ զգեստների եւ նկարչակ բեմի նկարչական, որը երկար տարիներ աշխատել է Սունդուկյան թատրոնում եւ հիմա աշխատում է տարբեր թատրոններում, իրեն հրավիրում են իմ այսպես ասած երիտասարդության տարիներից իմ համախոհ ընկերուհին, որի հետ շատ հետաքրքիր աշխատեցինք, հրաշալի, շատ տաղանդավոր, ինքը մեր հայտնի Ժենյա Սաֆրոնովի կինն է։ Եվ իսկ երաժշտական ես երկար էի մտածում, տարբեր իմ մոտ բարեկամներին էի հարցնում երաժիշտը, որ ինչպես անեմ եւ այլն, եւ վերջում որոշեցի, որ երաժշտությունը պիտի լինի կենթանի շվի բեմի վրա, եւ այդ շվի նվագողը կարծես այդ գյուղի անդամներից մեկն է։ Հրաշալի։ Հա, միայն ամենավերջում ամեն հայր սուրբ բանը երկեցողությունը դրեցի, որը մի տեսակ համել սիմվոլ է որպես մեր ազգը միշտ իրեն հույսը դրել է Աստծո վրա եւ իր հավատը իրեն ոնց որ միշտ առաջնորդել է եւ որոշեցի, որ մանավանդ շատ հուզիչ եւ մանֆինալ է, չեմ ուզում հիմա պատմեմ, որ ժողովրդի հետաքրքրությունը մնա հետաքրքիր,
Եվ այդ ամենահուզիչ ֆինալում ամենավերջում շատ հնչում է ամեն հայր սուրբը ակապելա առանց բանի Շատ ազդեցիկ եւ ամեն մարդ Արա Գևորգյանը որ ներկա էր իմ լավ բարեկամը հեռախոսով խոսում ենք ասեց Կարջան վերջում քանդեցիր ժողովրդին մեկը իսկապես գոնե մի հոգի չոր աչքով չի դուրս եկել բայց ոչ թե ողբերգությունից ողբերգությունը արդեն պատահել է կորուստը արդեն կա ինձ հարցրեցին ներկայացումը ցավի մասին է թե հույսի ես ասեցի ցավը կա մեր մեջ ցավը չեն կարող ոչ միտեղ տանել ներկայացումը հույսի մասին է Բեմում ոչ միայն ավակ սերունդն է այլ նաև երեխաներ կան հետաքրքիր է ինչպես էր այդ համագործակցությունը հեշտ աշխատել Երեխաների հետ աշխատելը շատ հեշտ էր, անգամ նրանք ստիպում են իրենց խաղով, որպեսզի դու եւս կարողանաս ավելի քեզ պատրաստ զգալ իրենց հետ խաղը նորմալ կազմակերպելու համար, խաղալու համար։ Շատ հոյակապ երեխաներ են, շնորհքով տաղանդով երեխաներ են։ Իմ երեխաների, իմ թորների հասակակից երեխաներին Արմանն ու Գևորգը շատ սիրում էին իրենց Նիկան, շատ տաղանդավոր երեխաներ են։ Եթե չեմ սխալվում կրկին Արցախից են երեխաները Բոլորը Արցախից են, անխտիր բոլորը Արցախից են Սա եղել է իրական հիմքը, որ դուք դրել եք, որ երեխաները պրոտոտիպներ չունեն, բայց ես որոշեցի, որ ընդհանրապես ամբողջ ներկայացումը կառուցեմ այս երկու պատանիների սիրո վրա, որ սիրո արտահայտությունն այն է, որ իրանք իրար ձեռք բռնած են ամբողջ օրը։ Տեսարանները ձեռք բռնած են, գնում են գալիս են իրար ձեռք բռնած, սա է իրենց սիրո ոնց որ արտահայտությունը եւ միայն ֆինալում է որ պիտի բաժանվեն իրարից ու տղան ասում է որ ես կարալ չեմ առանց քեզ կարոտից կմեռնեմ ու աղջիկը ասում է ես էլ ասում է դու էլի ինչ ասում է ես էլ կմեռնեմ կարոտից ու սենց բաժանումն է իրենց բայց մինչ այդ իրենց ամբողջ դիալոգները բանը բնության կենթանիների բաների մասին է որը այսպես գալիս է բան է անում ոնց որ ալեգորիկ մեջը սեր կա Օրինակ ասում է ութոտնուկները 3 հատ սիրտ ունեն, ասում է, օ, երևի ասում է, իրանք 3 անգամ ավելի ուժեղ են սիրարվում ու տղան ասում է ինձ նման։ Այսինքն ալեգորիկ է, իրենք սիրո մասին չեն խոսում, իրենք խոսում են ամեն ինչի մասին, բայց այդ սերը շատ նուրբ երևում է։ Միջալուց Գևորգն էր խաղում առաջին ներկայացումը, հանդիսատեսը ցնցված էր։ Հետո ինձ Գևորգը ասում է ես դուրս եկա դիքին կարնի ինձ այնքան բաներ ասեցիր հետո ինձ ասում է այս երախուն էլ չգիտեին ինչ էր ասում են էսի չրաշք էիր դու Հրաշալի կարծում եմ հերոստայտողի մոտ էլ հենց հիմա ցանկություն առաջացավ ասելու իսկ երբ է հաջորդ ներկայացումը որպեսզի մենք էլ ունենանք հնարավորություն դիտելու հաջորդ ներկայացումը լինելու է մայիսի 5-ին եւ ինձ հետաքրքիր է նաեւ ինչ ճակատագիր է ունենալու ներկայացումը ինչ ճանապարհ է անցնելու գուցե Հայաստանում ու Հայաստանի սահմաններից դուրս է նախատեսված կամ մարզային ճանապարհ Մի փոքր կպատմեք այս մասը Ես արդեն մի անգամ ասել եմ կկրկնվեմ, այսպիսի արտահայտություն կա, ասում է ձերդ մեծություն հանդիսատեսը Ինքը կորոշի Եթե ձերդ մեծություն հանդիսատեսը ներկայացումը ապրում է հանդիսատեսով, հանդիսատեսն է պահում ներկայացումը կամ սպանում ներկայացումը, այնպես որ հանդիսատեսով կհասկանանք թե որքան անշուշտ մտադրություն կա այս ներկայացումը տանել Հայաստանի տարբեր շրջաններում նախ սկզբից տարբեր քաղաքներում ու շրջաններում եւ անշուշտ նաեւ մտադրություն կա արտերկիր տանել այս անգամ արդեն եթե հովանավորներ գտնվեն Ինձ մնում է միայն հաջողություն մաղթել ձեզ ձեր կատարած աշխատանքի համար շնորհակալություն եւ էլի լավ ներկայացում սպասվելիք մայիսի 5-ին շնորհակալություն որ այսօր իմ տաղավարում էիք եւս մեկ անգամ հիշեցնեմ որ իմ հյուրերն էին Նյու-Յորք բնակ դերասանուհի ռեժիսոր Նյու-Յորքի Սփյուռքի ձայն հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Գեղեցկություն Կարինե Քոչարյանը շնորհակալություն զրույցի համար ինչպես նաև Սարիցային կողմ ներկայացման դերասաններ Ռուզան Գասպարյանը եւ Վլադիմիր Միքայելյանը պատիվ ունեի շնորհակալություն ձեզ ամենայն շնորհակալ Ձեզ ելի հեռուստայտող եւս մեկ անգամ ասում եմ գնացեք եւ դիտեք ներկայացումներ արեք ձեր հետևությունները մեկնաբանությունները ապրեք ինչու ոչ ստացեք շատ բաց հարցերի պատասխաններ կամ ուղակի լցվեք այն հույսով, որը բերում է այս ներկայացումը սարերից այն կողմ։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը ձեզ հետ Անահիտ Կիրակոսյանն էր։ Մնացեք բարով, թող օրը լինի բարի։